Բարև եղբայր։ Լավ, դուք ինչպես եք։ Մի հատ հարց ունեմ էլի, մի րոպե էլի հերթ պայեք։ Բարև Մռունչյան։ Ո՞նց ես, էս քեզ։ Աղջիկս է։ Ուրախ եմ եղբայր։ Ես մի հարցի վերաբերյալ եմ ուզում խոսել ձեր հետ եւ ձեզ շատ հարգում եմ։ Բայց 3 րոպեն գնում է, կարճ։ Գնում է, համաձայն եմ։ Ես դրա մեջ կմնամ։ Շատ նախ շնորհակալ եմ, որ դուք այսպես կարող եք մենք ձեր հետ, ես որպես հասարակ քաղաքացի կարող եմ ձեր հետ խոսել, որպես վարչապետ, իշխանավորներից եմ շնորհակալ եւ ժողովրդից այս շփման համար, որ կարող ենք sense անմիջական շփվել իրար հետ։ Եվ իմ հարցը, իմ խոսքս վերաբերում է ճիշտն ասած հայոց պատմությանը, ես էլ որոշ ասենք պատմություն ուսումնասիրել եմ, դա ձեր նման երևս չէ, բայց ասենք տեսեք իմ բառերով ասեմ էլի ժողովրդական լեզվով, ես ասենք ինչի՞ է միշտ հայ ժողովուրդը վնասվել, ավիրվել, պատերազմների ժամանակ ընկել, կոտրվել, ես հիմա ասեմ ինչի համար, որովհետև հայը միշտ ասենք իրան գցել է առաջ դարերի ընթացքում, իրան գցել է առաջ։ Մեր հարգելի բժշկուհին ու սա կոչվում է ժողովրդական իմաստություն։ Ու մի րոպե։ Ու թշնամին մեր ոսոխը ասում է ինչպիսի անսպասելի շրջադարձ։ Մեր ոսոխը եկել է, ասել է դու առաջին ես, ոնց առաջինը ես եմ։ Ու հարվածել ասուչինը ես պետք է մեր չարախոսը, մեր ստախոսը հարվածել է, հայ քցել է, որովհետև հայ միշտ իրան առաջին դիրքում է պահել։ Տես օրինակ ասում են հայ առաքելական կամ հայ ավետարանական կամ հայ դաշնակ, հայ հնչակ, բայց եթե հայը իրան խորնարացնի դնի երկրորդական դիրքում, ենթադրենք դուք Հայաստանն եք, իրան դնի երկրորդական, իմ անունը Քերոփ է։ Իսկ ազգանունը Արծրունի։ Պարոն Արծրունի։ Քրիստոսը եթե իր դիմացը կանգնի, Քրիստոսը իր դիմացը փակի, եթե ոսոխը Պարոն Արծրունի, դուք ինձ համոզում եք, որ մեր ասած ոչ մի խոսք անիմաստ չի հնչում։ Մի հատ հարց Դուք ինձ համոզում եք, որ այդ շատ կարևոր խոսա, դուք ինձ համոզում եք, որ այն ինչ որ մենք երբեմն ասում ենք, ասում ենք լավ ով է լսողը։ Շատ ապա։ Իմ խոսալու էլի ես Բայց միջև ինչ ասել եք, պարոն Արծրունի, մի հատ խորհուրդ կարելի է տալ։ Մի հատ բան ասել։ Չէ, մի հատ լսեք։ Միջև ինչ ասել եք փայլուն է։ Եկեք վերջակետ դրենք, որ այնց բան չասեք, որ ասել է լրիվ բան։ Տես բան չեմ ասի, հիմի եթե Քրիստոսն է կանգնած Հայաստանի դիմացը, եթե թշնամին գալիս է, Քրիստոսին է հանդիպում ու Հայաստանը պաշտպանված է լինում։ Դե ասում եք։ Մենք մեր եսը պետք է խոնարհացնենք, որտեվ հետո նույն չարախոսը գալիս է ասում է, ինչի դուն գար, որտեվ դու հեթանոս ես եղել այն ժամանակ լավ է եղել։ Միջև վերջակետը ինչ որ ասեցիք լրիվ քաղաքական էր, վերջակետից հետո ինչ որ ասեցիք մի քիչ քաղաքականից շեղվեց, էլի մոտեցման հարց է։ Ինձ համար դա ընդունելի է, բայց դա կարա քաղաքական դա անհատական դա ես իմ կարծիքն է դա Հայաստանի Ինձ թվում է ժամանակն է որ ձեր բաճկոնը հագնի։ Խնդուրն է։ Ինձ թվում է ժամանակն է որ ձեր բաճկոնը հագնի։ Գցել եմ, էլ չեմ հագնի։ Չէ, կմրսեք։ Շնորհակալ եմ։ Զարմացրիք ինձ հաճելիորեն։ Սա անհատական խնդիր է, ամեն մեկից խնդիր։ Զարմացրիք կարելի է ձեզ հետ նկարվել։ Իհարկե։ Նատ նկարեք ինձ, պարոն Արծրունի հետ։ Բայց բաճկոն հագի իրոք չմրսես։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան ջան։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Ինչ էիր ասում էր բարև ձեզ։ Շատ ապրես, շատ ապրես։ Ինչ ա քո անունը։ Շայա։ Ինչքան սիրուն ես դու։ Ինչ ես այդքան սիրուն։ Շատ։ Բայց ինչի։ Ինչ ես այդքան սիրուն օրինակ։ Ով է։ Քեզ ասել են, մայրիկը հայրիկը ասել են ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Չեն ասել, իսկ դու գիտես ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Դու էլ չգիտես։ Դու էլ չգիտես, շատ սիրուն ես, շատ ապրես։ Գնացինք։ Լավ է։ Բայց զարմանալ երկու օր է, տենց քաղաքացիների հետ շփումներից շատ բարև ձեզ։
Նվիրեմ, Նվիրի։ որտեվ կան դեպքեր, որ ասում են, չէ, մի նվիրի, ես էլ չեմ։ հաստատ նվիրի։ Լավ եղեք, բանն էիք ասելու։ Մի հատ անձնական խնդրանք կա։ Անձնական խնդրանք, իմ օգնականը Տիկին Դավոյանն է, անձնական խնդրանքները, որպեսզի ուղիղ եթերում ենք, էլի անձնական հարցերը ուղիղ եթերում։ Հա, իհարկե, եղբայր։ Սրանից բաց չնվիրեմ ձեզ։ Նվիրեք։ Ահա, այսպես։ Այսօր եք գնում, թե գալիս եք։ Գործ ենք անում։ Հա։ Հատը նկարվենք էլի։ Ես էլ ձեզ։ Մերսի շատ։ Էլի տվեք։ Ես էլ։ Մերսի շատ։ Սենց։ Համաչելու բան չկա, ընդհանրապես։ Լավ եղեք։ Ձեզ էլ նվիրեմ։ Նվիրել եմ քեզ։ Բարև ձեզ, զգույշ, ոնց եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Իհարկե։ Լավա ձեր տրամադրությունը։ Շնորհակալություն։ Լավա տեսեք, Իհարկե։ ուժեղ եք, ապրեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Հա։ Բարև ձեզ։ Հարգանքները։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ։ Ոնց է ձեր տրամադրություն։ Նվիրեմ ձեզ սրանից։ Նվիրեք։ Ձեր Շատ բաճկոնողը շնորհակալ ենք ինչի համար։ ամեն ինչի համար, որ լավ կառավարում եք, ամեն ինչը շատ նորմալ է, շատ գոհ ենք զգացված եք։ Ես եմ շնորհակալ եմ ձեր լավ խոսքերի համար։ Հուսով եմ ֆոնդանքներ։ Ամեն ինչ կախված է մեզանից, ինձանից, ձեզնից, բոլորից։ Այդ դրա համար ենք։ Այդ խոսքը էլի արդիական է եւ ես շատ ուրախ եմ, որ քաղաքական խոսույթ կա, որ 2007 թվականից որդեգրել ենք, որ այդ մեկ մարդը դու ես, որտեվ այդ խոսույթից մենք ընդհանրապես էտել է խնդրեմ, որ մենք անդադ ասում ենք հույս ունենք, որ լավ կլինի։ Չէ, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք այն գործող անձինք, ում որոշման տիրույթում է ինչ կլինի եւ ինչպես կլինի։ Եվ դա եւ իմիջայլոց հարելի գործընկերներ, խաղաղության գործընթացը սրա հետ շատ ուղիղ կապ ունի։ Այդ երաշխավոր, չերաշխավորի խոսակցությունը շատ օրինակ մինչև 2022 թվականը ինչ էր մեր ընկալումը, որ մենք պետքա գնանք տարբեր դռներ, որպեսզի մեր խնդիրը լուծվի։ Եվ այդ Սան Ստեֆանոյի պայմանագրից բարև ձեզ, լավ եք։ Սան Ստեֆանոյի պայմանագրից սկսած այս բանը, որ բարձր դուռը, գնանք եմ մի բարձր դուռը, գնանք եմ մի բարձր դուռը, գնանք եմ մի բարձր դուռը։ Մենք 2022 թվին դրան ենք վերջ տվել, որ մենք ասել ենք, մենք պետք է գործենք, մենք պետք է որոշումներ կայացնենք, այդ որոշումները երբեմն դժվար պետք է լինեն, այդ որոշումները նույնիսկ երբեմն անհնար պետք է լինեն, բայց մեր ճակատագիրն է, մենք պետք է որոշում կայացնենք, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք, որովհետև դու երբ որ ուրիշի քո խնդրով գնում ես ուրիշի մոտ, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը, հասկանում եք, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը։ Եվ սա բնական ընդ որում էտել է շատ կարևոր բան։ Մի ժամանակ, երբ որ մենք այդ տրամադրության մեջ էինք, որ ով եւ այդ բանն եմ ես անդադ ասում, որ վայ, էս ինչը բան արեց, սենց պահեց Իրանեն, ինչը սենց պահեց, մեզ դավաճառնեց, մեզ լքեց եւ այլն եւ մենք հա լսեք, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը, որովհետեւ այդ երկրները ունեն շահերը, իրանց շահերը, ոչ ոք պարտավոր չի իր շահերը զոհաբերել մեր շահերին եւ մենք էլ նույն կերպ պարտավոր չենք մեր շահերը զոհաբերել ուրիշների շահերին։ Երեխեք, բայց ճանապարհ տվեք անցնենք։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ուրախ եմ ձեզ տեսնել համար։ Սա ձեզ, էսա կմտնեմ ես ձեզ։ Ունեք սրանից ունեք, հա։ Շատ լավ։ Բարև ձեզ, լավ եք։ Որտեղից եք։ Իտալիայից։ Հա, ուրախ եմ։ Էս երեխեք, այս sense թխվածքներ ունենք մենք, էս ձեզ։ Էս էլ վերցրեք։ Իտալիայում ինչ կա, ինչ եք անում Իտալիայում։ Դե որոշում։ Ահա, էդ է ակնարկում, ընդամենը, էս էլ ձեզ։ Մերսի։
բան վարչապետ, բայց ինձ հեշտ է ապրել է։ Երբ որ քո խնդրեմը Բարև ձեզ, լավ եք։ Լավ որ ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շնորհակալ եմ շատ։ Բարև եղբայր։ Կարելի է ձեզ նվիրել։ Իմ ձեռքով, հաճույքով բացել։ Իհարկե կարելի է։ Լավ որ ձեզ եղբայր։ Մերսի ձեզ։ Որին հաջողություն ձեր հետ ենք ինչև վերջ։ Շնորհակալ եմ եղբայր, շնորհակալ։ Մենք էլ ձեզ հետ ենք, դե չասենք, չէ՞ մենք դա, որ մենք էլ ձեզ հետ ենք միջև։ Հաջող։ Հա, իհարկե, հա, իհարկե։ Հա, պարոն Խուդացյան։ բան վարչապետ, ինձ հեշտ է ապրել է։ Ասի երբ որ քո խնդրեմը քո առանց սխալ է, դու բարդում ես մի հատ դավաճանության վրա, պայմանական է, չօգնեցին, չփրկեցին, չեկան։ Քո բաժին պատասխանատվությունը ուղղում ես ուրիշի, դրա համար է երկար ժամանակ այդպես։ Չէ՞ դե պետք է հարց ինչի։ Իհարկե կան իրավիճակներ, որոնք բան են։ Իսկ պետք է հարց ինչի, իսկ ինչի դու փրկության անհրաժեշտություն ունեցար։ Ու սա ֆունդամենտալ հարց է, որ խոսում ենք Ղարաբաղի տակով պետք է անցնենք, հա։ Երբ որ խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, դրա համար այդ նկատի ունենք։ Բա դու մտել ես մի ճանապարհ, որտեղ բան, ընդ որում դու չես ուզում բան անես, այսինքն այսօր էլ են ասում Արարատը մերն է, բայց զոհ պետքա չլինի, չի լինում տենց։ Տեսեք ինչ ալնում այդպես։ Բանավեճը գնում ազգային ժողովում այս թեմայով ու անդիմանիները ասում էին բան կարող է այդ երաշխավորը Ադրբեջանն է իբր թե մեղադրանք առանց հասկանալու որ եթե մեր երկկողմ հարաբերությունների երաշխավորը մի կողմից Ադրբեջանն է մյուս կողմից մենք ենք դա շատ ավելի կարևոր է Դրա համար մենք ասում ենք անվտանգության ամենամեծ երաշխիքը այդ խաղաղությունն է իսկ խաղաղությունը պետք է հաստատեսում առաջին հերթին պայմանավորվել եք հակառակ կողմի հետ, որ պիտի լինի խաղաղություն։ Բա գնանք 3-րդ, 4-րդ, 5-րդ կողմի հետ։ Բա ես միան երկրորդ կողմի հետ պիտի լինի։ Պարոն Եղոյան, բա ես մի հատ, չէ։ Աբսոլյուտ մեղադրանք։ Ես չգիտեմ, Մյունխենում մի անգամ փակ ֆորմատում ելույթ է ունենում, բայց կարծեմ հետո այդ նույն միտքը էստեղ էլ ասցի։ Ասի մենք գնում ենք, ասում ենք, բա գիտեք ինչ, մենք մեծ դիվանագիտական հաջողություն ենք արձանագրել։ Մենք խաղաղություն ենք հաստատել։ Բայց Ավստրալիայի հետ ասում ենք մենք բացառ երաշխավորում ենք Հայաստան, բարև ձեզ ժողովուրդ, ասում ենք Հայաստան Ավստրալիա հարաբերություններում, Հայաստան Բրազիլիա, Արգենտինա, բան, չգիտեմ, Նոր Զելանդիա, Ուրուգվայ հարաբերություններում բարեկամների հետ որևէ խնդիր մենք խաղաղությունը այն երկրների հետ է, որի հետ պատերազմը բացառվում, հա? Իսկ նրանց հետ կարա այդ կոնֆլիկտը լինի, մենք դες կամահարանքով ենք վերաբերվում։ Եվ գնում Ավստրալիային, ասում ենք մի հատ Հա, գնում Ավստրալիային, ասում եք մեր տարածաշրջանում մեր հարցերը լուծեք։ Իմիջայլոց էտել արձանագրենք, էտել ասենք, որ բանում եկեղեցում այդ մի քանի մարդը որ աղմուկ էին անում, մի մասը հանրապետականներ էին, մի մասը ոնց է կոչվում, Սասնա ծռեր, թե Բևեր, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն էին։ Խոսքով Կիլիկյան առանց զոհերի գրավողները, էլի։ Այո, Կիլիկյան առանց զոհերի գրավողները։ Կանոն ենք, ուղղություն ունենք, որ ուղղությամբ ենք գնում։ Դե կանգ առնեց մեկ կողմ ճիշտ ենք, էլի։ Այն օրը բանում էինք։ Մտածում ենք, որ անձրևը լինի, ընդհանրապես ճիշտ ենք, բայց քանի որ անձրևը կտրվել է, Եվրոպարլամենտում էինք այն օրը։ Հա։ Հայաստան Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությամբ դե համիշխանությունից, համընդդիմությունից մեր եվրոպացի գործընկերը ասում է Հա, դուր։ Ասում լսի, առաջ գալիս էիք ստեղ ադրբեջանցիների հետ էիք կռվում, այսօր նայում եմ ձեր բանը, ներ խորհրդարանական բանը, բանավեճի շուրջ եք արդեն քննարկում շատ ավելի ոչ աշխարհքաղաքական հարցեր, շատ ավելի ներպետական։ Այնտեղ տեսար ինչ ասեց։
Ինչ որ է։ որ ասեց հիմա ախր ասելն էլ լավ չի լինում Արծրունին հիմա Հայաստանում քաղաքական եւ ոչ քաղաքական ուժեր կան ասում են չեք տենում աշխարհում ինչա կատարվում գնացել եք պերաշկի եք ուտում չէ ընդհանրապես ասում էր այդ ասենք բոլորին թվում է թե մենք հիմա Հայաստանը պետք է ասի գիտեք ինչ մենք եկել ենք ու մտնում ենք այդ հորձանուտի մեջ հիմա հրապարակային առաջարկվել է բա կներեք բայ դա տանել երկիրը անընդհատ դնել կներեք բանի տակ քաղաքացու ասած առաջ ընկնելն է այդ եմ ասում բայ իրան եմ հղում անում բայց շատ լավ է ես շատ ուրախացա հայոց պատմությունից հա ես շատ ուրախացա որովհետև ես նաև հրապարակային ասել եմ որ մենք պետք է մեծ համեստ պահենք հակառակ դեպքում երբ որ մենք գնում ենք ասենք բան առաջնություն եւ գնում ենք ասում են նու պագադի օրինակով գնում ենք գերծաներ քաշային ասում ենք այդ բանը ծանրաձող է դավայ հələ մի հատ դավայ դրեք մենք պետքա բարձացնենք մի հատ հանգստացեք դա էլ է խաղաղվելու տրամաբանության մեջ որ մենք ամենա ու դրա տակ սեփական ժողովրդին թալանել ու դրա տակ այդ բանի այդ սուտ իբր բան ամբիցիա ուռա հայրենասիրություն շնորհակալ եմ եղբայր շնորհակալ եմ բայց մեզանից այսօր անգամներով մեծ ու ժողովուրդը այսօր լուր այսօր մի հատ այսպես ասած փորձում են հասկանալ ոնց բարև ձեզ նվիրեմ ձեզ մի հատ սրանից վերցրեք ընդունեք շնորհակալ եմ այդ են ասում հրապարակային ասում եմ մի հատ զանգեք Իրանին զանգեք Եվրամիությանը ասեք հերիքա զանգեք ԱՄՆ-ին ասեք հերիքա մեծ լուրջ հրապարակային հնչել է որ փոքրիկը բայց դու ես ուզում թե հայրիկն է ուզում հա ճիշտ է ասա դու ուզում ես նկարվես թե հայրիկն է ուզում ոնց որ դու ես ուզում դե նա ինձ հայրիկին էսել բռնի ահա այ ապրես էսել ինչ անուն է խաչես ինչ հզոր անուն է լավ է դուք գնացեք մենք հետո իրան տուն կբերենք Հա ես էլ զգացի որ ինչ որ սխալ տեղից մտանք տեղ կա անցնելու հա ինձ թվաց թե ուղղությունները փոխվել են քարտ Պարոն Սիմոնյանի ու այս երկու օրը այդ երկու շփումը մարդկանց հետ ասենք այդ տղայից ով կսպասեր տենց ով կսպասեր ես մտածում էի ինչ որ անձնական հարց է ասելու բայց նաև մեջս գայական բան կար բացի մտածելուց նաև ինքը այս ամեն ինչը զգում էր էլի ասենք այս ընթացքում մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ու շփումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, որոնք շատ կարևոր ռազմավարական հարցերում բարև ձեզ մեր այդ բանը դիլեմաները հասցեագրելու գործում ունենալու են նշանակություն, շատ կոնկրետ նշանակություն Մի ժամանակ ստեղ գրած էր, որ բան արեք, աչովա պետք քայլել։ Հիմա գովազդ է։ Հա դրա հիշում եք ոնց էր գրած
քայլել, թե Բայց շարժ։ բանա, գիտեք, չէ՞ դա ինստիտուցիա ստացվող բան է, արդեն մարդը։ Դե հիմա մենք փակել ենք ամբողջ։ Դե մարդ չկա, հələ գալացող։ Հա, դիմացի գնաց քայլը չի։ Կամրումը բան է։ Կանգնելուց պետք է աչի արագ քայլողները ցախով կարող են անցնել։ Էս մերն է, թե էս դեպի որտեղ գնացողն է, մի հատ նայեք, էլի։ Դեպի Գարեգին նժդեհն է։ Խի չենք հասցնի։ Չէ, մյուսն է։ Մերը չէ, մեր են կողմնակից բարեկամ։ Չէ։ Հակառակ ուղղություն։ Հակառակ ուղղություն։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Բարև ձեզ։ Պարոն Թորոսյան, Ղարաբաղից տեղահանված մի կին էլ մոտեցավ, էլի մի հոգու խնդիրը կա։ Պետք է բան անենք, ինչ-որ մի բան պետք է մտածենք, որովհետև չի լինի փալկել։ Կամ որ կամ սահմանափակում չկա, երբ որ նույնիսկ բարեկամներ բան կան, կարող են միանալ, այսինքն պարտադիր չի մի ընտանիք լինի, մի կենսաբանական իմաստով։ Այսինքն կարան հավաքվեն։ Հնարավոր է Ընդհանուր կարան հավաքվեն, ասենք փոքր բազմաբնակարան շենք սարքեն, հա, կան չէ՞։ Առանձնատան տիպի ինչ որ։ Հա, այդ ինչ Town house-ների նման է։ Հա, բայց հողի խնդիրը կա այդտեղ։ Դե թույլ են տալիս։ Հա։ Հիմա Ամենակարևոր բանը, որը ինձ համար հիմա այլևս աներկբա է, որ մեր խոսույթները հասել են մարդկանց։ իրանք են նույնը որտեղ մեզ ասում։ Այո, դու ամենակարևոր նորությունն է։ Մեր խոսույթը Հա, գալիս է իրողություններից, չէ, որ ոչ։ իրանք էլ են տեսնում։ Մեր խոսույթը գալիս է իրանց այն շերտերից, որը բարձրաձայնել ընդունված չի։ Այն տղան Արտրունին, որ այսօր խոսում էր, դա շատերը գիտեն, բայց դրա մասին բարձր խոսել ընդունված չի եղել մեզանում։ Բայց այդ եմ ասում, մեր քաղաքականությունները օրգանական կապով կապված են ժողովրդի ներքին մղումների հետ, որոնք կարող են նույնիսկ ձևակերպված չեն։ Իրանք խաղաղություն ես գիտեք ինչքան եմ մտածել սրա մասին։ Չէ, տեսեք, բայց ամբողջ կոնֆլիկտի ընթացքում բոլոր կենացներին ամենտեղ հնչելա խաղաղության կենացը։ Բայց մենք դա չենք ընկալել այդ ուղերձը որպես այդպիսին։ Խաղաղության ձևակերպումը այլև է նաև մեր մտքում։ Դե գուցե Սառացված կոնֆլիկտը խաղաղություն անկարողանա։ Չէ, բայց մեկը չէ, բայց մեկը ժողովուրդը ասելա խաղաղություն։ Ժողովուրդը ասելա խաղաղություն։ Մենք մեկնաբանել ենք կնենք, դա մեր մեկնաբանությունն է։ Դա քաղաքական այս երկիրը լքել է կոնֆլիկտի տարիներին։ 1 միլիոն։ Այսինքն 8 Ղարաբաղ։ 8 մի Երևան։ Մի Երևան, դու ասենք դրանից ավելի մեծ։ Չէ, բայց մենք չենք կարդացել դա։ Չենք կարդացել։ Ես Սենց են կարա։ Վաղը խաղաղության մասին ես եթեր եմ անելու, այսօր դրա մասին չեմ խոսում, որ խաղաղություն է եղել։ Դրա մասին եթեր եմ անելու առանց։ Ու իդեպ եւ ուղիղ կոնֆլիկտը եւ կոնֆլիկտից ծնված սոցիալական եւ տնտեսական դժվարությունները եւ նաեւ կոնֆլիկտի Եկեք գծից հետ ժողովուրդ, գծից հետ կանգնենք, որ եւ մյուսն է այդ կոնֆլիկտը լսեկանա շահարկած ուժերի անարդարությունն էլ պատերազմի հետ կապ ունի, որովհետև պատերազմին մասնակից լինելը շատ դեպքերում ընկալվել է որպես արտոնություն, որպես օրենքից վեր գտնվելու բան։ ինչ մակարդակի Բայց կներեք, հիմա ասենք ասել լավ չի լինում, բայց որոշ գեներալների ֆենոմենը ի՞նչ է, որ իրենց կարելի է ամեն ինչ, ինչի։ Նաեւ կոնֆլիկտը բերվել է որպես արդարացում Դրա շատ յուրացումների, վատնումների, կոռուպցիայի։ Ասում
Իրաց մի մասը ասում են տեսեք, դա ինչ որ կարանում է։ Հա, իմանալ է։ Բայց տեսա։ Բարև ձեզ։ Հեռախոսների մեջ եմ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Կարելի է նստել ձեր կողքը։ Ինչ կա չկա։ Ժանսավություն։ Կիրակի օրով ոչ գործ, ոչ բան։ Ինչ որ առումով մեզ համար գործ է, դուս ենք եկել, բայց նաև հաճելի է մարդկանց հետ շփվելու։ Ճիշտ ենք արել թե չէ։ Նոր մի քաղաքացի ասում է այդքան շատ պետք չի շփվել, այդքան անդրադառնալ, բայց ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև մեր քաղաքական պատմումը դրա մասին է, որ մենք մարդկանց հետ շփվում, հենց որ մարդկանց հետ շփումը կտրվում է, մենք բան ենք գնում, սկսում ենք սմբել։ Ոնց է տրամադրությունը, ինչ հարցերում եք մեզ, այդտենց ոնց է, արդարություն, ես արդարության հետ կապված, ուղղակի մետրոյի աղմուկի միջի խոսակցություն չի, ես այդ հարցի շուրջ ես շատ եմ մտածել, որ տեսեք, բանավեճը միշտ ունի երկու կողմ, չէ, առնվազն երկու կողմ, լինում է, որ նաև երեք կողմ, ստեղ մի հատ ֆունդամենտալ պրոբլեմ կա, որովհետև այդ բանավեճի երկու կողմից մեկը պարտվում է, մեկը հաղթում է, նա ով պարտվում է, մեծ է հավանականությունը, որ նա համարում է, որ տեղի ունեցած անարդարություն, կա տենց բան, ընդհուպ մենք շատ տենում ենք ընտանեկան վեճ, տան ժառանգության հարց է, երկու վեճը, այսինքն մեկը անպայման ընդունում է մեծ հավանականությամբ համարում է անարդարություն, բայց այս չի նշանակում, որ պրոբլեմ չի, դա պրոբլեմ է, որը պետք է լուծվի, եւ ես կարծում եմ, որ այդ պրոբլեմի լուծումը այն է, որ մարդը համարի, որ այդ որոշումը, որը կայացվել է իրավակարգի շրջանակում, կայացվել է այն իրավակարգի շրջանակում, որի հիմնադիրը ինքն է։ Եվ այս է պատճառը, որ նոր սահմանադրության օրակարգ այդքան կարևոր է, այո, որովհետև ուրիշ բան է, հիմա ինչի է մարդը անարդար համարում, որովհետև ասում է ինչ-որ մարդիկ գնացել են մի հատ սահմանադրություն են գրել, հետո ինչ-որ մարդիկ ինչ-որ օրենքներ են գրել, հետո ինչ-որ մի հատ դատավոր գնացել է մի հատ որոշում է կայացրել, հետո ինչ-որ մի հատ հարկադիր կատարող եկել այդ որոշումը իրագործում է, բայց մարդը չի համարում, որ այդ սկզբանը իր պայմանավորվածն է եղել, որ այս դեպքում ես առնելու, այս դեպքում ես առնելու, այս դեպքում ես առնելու, որտեղ երբ որ մենք իրար հետ բան ենք կիսում, ուրիշ բան է, որ մենք դա կիսում ենք մի սկզբունքի ման վրա, որ այն գլխից իրար հետ պայմանավորվել ենք, ուրիշ բան է, որ այդ պահին սկսում ենք կիսելու ընթացքում ամեն մեկս ասում, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, մենք էլ ասում, բայց ով ասե, որ սենց պետք է լինի, չէ, սենց պետք է լինի։ Դրա համար ես շատ մտածել եմ, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը, բայց այդ սահմանադրությունը պետք է բխած լինի ժողովրդից, որովհետեւ եթե ժողովրդից չի բխում, ժողովուրդն ասում է, ո՞վ է գրել այդ սահմանադրությունը։ Ինչ կապ ունի այդ սահմանադրությունը։ Այդ ինչի եք բերում փաթաթում այդ վզին։ Այսօր է։ Չի ուզում, բայց չի ուզում։ Սենց տրամաբանություն կա։ Կարեցա միտքս կիսել աղմուկի մեջ։ Նվիրեմ ձեզ սրանով։ Իմ ձեռով փակցնեմ։ Այսպես։ Ես շատ կարևոր բան է, ես շատ եմ մտածել դրա մասին։ Դուք ենթադրում եմ չլսեցիք ոչ մի ուրիշ արտով։ Դասվեց, հա։ Չէ, որովհետև տեսեք, ես ինչ եմ մտածում, ասում եմ պետությունը ինքը ազատությունները սահմանում,
Բայց եթե տա մենակ ազատություններ եւ սահմանափակի, չի կարա իրավունքը պաշտպանի, որտեղ իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ձեր ազատությունը եւ ձեր իրավունքը։ Եթե պետությունը սահմանափակի, ձեզ էլ չսահմանափակի, անընդհատ բախումներ կլինի։ Բայց այդ սահմանափակումների պատճառով ըլնում են տարբեր իրավիճակներ, որոշումներ, վարչական, սահմանափակումներ, ընդհանուր եւ այդ փաստը ինքնին նյարդ է առաջացնում։ Եկեք ընդունենք ցանկացած մեկը, որ մի հատ պրիմիտիվ տուգանք ենք ստանում, ներվայնանում ենք։ Ու դա պետության մեջ լարվածություն առաջացնելու միշտ պոտենցիալ ունի։ Հիմա ո՞նց է լուծվում այդ հարցը։ Երբ կարա մարդը չնյարդայնանա, երբ կարա դա չլինի պրոբլեմ պետության համար։ Երբ որ մարդը թեկուզ նյարդայնանա էլ, ասի, բայց սա մեկը ին պայմանավորված, ես եմ պայմանավորվել, որ պետություն եմ ստեղծում, եւ այդ պետության մեջ պետք է լինեն սենց կանոններ, եւ բոլորը պետք է այդ կանոնները պահեն։ Հա, ես խախտեցի այդ կանոնը, ես եմ որոշել, որ երբ որ ես այդ կանոնը խախտեմ, տենց հետևանք վրա հասնի։ Ու այստեղ է գալիս, որ այդ սահմանադրության մեջ, որ գրած է բոլորը հավասար են օրենքի առաջ, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, որտեղ մարդը իմանա ոչ թե իրան եկավ այդ սահմանափակումը, այդ սահմանափակումը բոլորի համար է, եւ ոչ թե իրան եկավ հետևանքը բոլոր նրանց համար է, ով իր գծած, բոլորիս իրար հետ գծած գիծը խախտեց։ Սա է պետությունը եւ համախմբումը պետության շուրջ։ Ուսա էս ենք մենք ուզում անել, որ պետությունը դառնա մեր տենց մենք մի հատ ասում ենք, որ մարդը պետք է քաղաքացին պետք է իր պետությունը սիրի։ Պետք է սիրենք պետությունը։ Պետք է սիրենք պետության ուրիշ ձև չի լինում վերաբերվել։ Պետք է սիրի պետությունը, բայց պետությունն էլ պետք է իր քաղաքացուն սիրի։ Էսա բանաձևը, ուրիշ տարբերակ չկա։ Մենք ստեղ իջնում ենք։ Գնացի։ Լավ եք, լավ որ ձեզ։ Բայց ձեզ չնվիրեց։ Եղբայր, դե նստած էր տենց ջղային չմտածեցի նվիրեմ թե չէ։ Գնացինք։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ։ Երանից եք եկել։ Ուրախ եմ շատ։ Մի քիչ գնացքի։ Այո։ Որտեղ պատերազմից եք արդեն։ Լավ է։ Ինչ պատերազմ։ Քաղաքացիություն ունեք Հայաստանում։ Տուն ունեք այստեղ։ Շատ լավ է։ Շատ լավ։ Աղջիկս մնաց։ Աշխատանք ունեք։ Այո։ Ուրախ եմ շատ ուրախ։ Լավ է։ Լավ է։ Եկեղեցուց ես գալիս։ Շատ ապրես, շատ։ Բացրանից չնվիրեմ։ Արի։ Բան մի րոպե, մենք քեզ համար ուրիշ բաներ ունենք։ Այս սենց բան։ Այդ ուտելու է։ Ու մենք ուզում ենք քեզ հետ նկարվենք, եթե դեմ չես։ Լավ է։ Հատ մեր ոստիկաններին բարևենք։ Բարև ձեզ, բարի ծառայից։ Բարի ծառայից։ Գնացքի մեջ չհաջողվեց ձեզ հետ շփվել։ Լավ եք։ Դու եկար հետո վախեցար։ Այդքան շատ ոչ չլացես, մենակ այս քեզ տվել ենք սրանից, տվել են։ Այս քեզ տես լավն է։ Շատ ապրես։ Գնացի։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ որ ձեզ, սա ձեզ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Լավ ես եղբայր։ Լյոնա։ Ճանաչեցի։ Ես քեզ։ Մերսի։ Ես էլ քեզ։ Մերսի։ Լավ որ ձեզ։ Լավ եք։ Նվիրենք ձեզ սրանից։ Լավ եք։ Հաջան։ Բարև եք։ Լավ դու։ Նվիրեմ սրանից ձեզ։ Իմ ձեռով փակցնեմ, հա, եթե դեմ չես։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ, ինչ հավես նստած եք, մի քիչ ձեզ խանգարե։ Բարև ձեզ, սա ձեզ։ Սա էլ ձեզ, լավ որ ձեզ։ Գործերը ո՞նց են։ Նորմալ է։ Ինչ լավ է։ Իրանց գործերը լավ է։ Լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդաս, Ոնց եք։ բարգաստը, դուք ոնց եք։ Ոնց են ձեր գործերը։ Ոչ, Ինչն է խնդրեմը։ հանգամանքներ կան։ Անհատ տալիս է։ Վալբերի Գինը հարմար էր, հետո Yandex տաքսին եկավ դեպինգ արեց ու հետո բաները վերացան։ Անհատ տաքսիները Yandex-ի տարիֆը բարձրանում է։ Այդ խնդիրը մեր պետությունը ունենալու է։ մրցակցության հետ կապված ձեր հարցը որևէ բանավեճ չի կարող լինի 100% ճիշտ եք ասում եւ պետության պարտքն է դա մաքսիմալը անել, ապահովել։ Ինչի եմ ասում մաքսիմալը, որովհետեւ տեխնոլոգիաների պայմաններում երբեմն առանց շատ բարդ է առաջ գնալ։ Մենք էլ on-line աշխատում ենք, որ համ Instagram, համ Facebook առաջ գնանք Այդ ճիշտ է կամ ամեն դեպքում դուք էլ պետք է տեղ մտնեք, որ կարողանաք ու դիմանալ։ արդեն այդ դրսի խնդիրները որ չլինեն, ագին լավ կլինի։ Սա ձեր խանութին հաջողություն թող բերի ձեզ։ Հաջողություն։ Լավ եղեք, ես էլ ձեզ փակցնեմ մի հատ իմ ձեռքով։ Լավ եղեք։ Իսկ մի հարց տամ էլի, ստեղ կա որ հայկական արտադրության որևէ բան։ Կա։ Գիտեք ինչ եմ ասում, հիմա օրինակ մենք Թեմուի հետ որ բանակցում ենք աշխատելու շուրջ, մենք ուզում ենք հետևյալ խնդիրը դնենք, որ Հայաստանում առևտուր է արվում, պետքա նաև հայկական արտադրանքը իրանց հարթակներում ներկայացնելու։ Շատ լավ կլինի, որովհետև ես միջազգային լուրերին հետևում եմ, Իտալիան դաժե սահմանաչափ է դրել։ Եթե այդ սահմանաչափը իրանց երկրի արտադրանքը չի տալի, հարկվում է Թեմու։ Այո, այո։ Հա, իհարկե, եղբայր։ Բայց ունեք հայկական, որ վրան գրած է Made in Armenia, ասինքն գիտենք, որ ճշգրիտ հենց պատկերացրիք չէ, որ բրենդ կա ունեք։ Լավ եղեք, հաջողություն։